Պարոն Գարուսյան, խնդրում եմ ներկայացրեք այսօր ժամը 17:00-ի դրությամբ ինչ պատկեր ունեն, ընտրախախտումների վերաբերյալ զանգեր ունեն եւ ընդհանրապես ինչպես կգնահատեք։ Մեզ համար ընտրության ընթացքը գնահատում եմ առավել քան բավարար, կարծում եմ, որ մենք 16-ի լույս 17-ի գիշերը հաճելիորեն եւ մեր ժողովուրդը դրական լիցեր կստանա, ես դրանում առավել քան վստահ եմ։ Ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան այս պահի դրությամբ, բայց հաշվի առնելով, որ մեր թիմը շատ կազմակերպված է, բոլոր տեղերը վստահված անձերը իրեն կարողանում են արձանագրել, եղել է նաեւ անցագործության մասին հաղորդում, եթե չեմ սխալվում, դա Արագած գյուղում է եղել, այնպես որ յուրաքանչյուր ընտրախախտումը տեղում կանխվում է, տեղում արձանագրվում է, այնպես որ եթե այդպես չանենք, ես կարծում եմ, որ այսօր ուղղակի վախխանալիա կտիրեր միացնում վաղար շաբաթում, բայց փառք Աստծո, որ կարողանում ենք առայժմ process-ը վերահսկելի պահել։ Արագածում ինչ ընտրախախտման մասին է հայտնել, որ դա Արվիշտի Մեխակյանի հայրական։ Մեր վստահված անձերը այդ հաղորդումը ներկայացրել են, այնտեղ եղել են մարդկանց ուղղորդման դեպքեր, այլ մանր ընտրախախտումներ, վստահված անձերի իրենց չթույլատրված վայրերում գտնվելու դեպքեր, այո, այդպիսի բաներ արձանագրված են այնտեղ։ Արդեն արձանագրվում է, որ բարձր ակտիվություն կա ընտրողների կողմից, ինչպես կգնահատեք։ Բարձր ակտիվությունը միանշանակ գոհացուցիչ է, որովհետև մենք մեր քարոզարշավը հիմնականում կառուցել ենք այդ կարգախոսով, որ սիրելի վաղարշաբաթիներ անպայմանորեն գնացեք ընտրատեղամասեր, ձեր քաղաքացիական մասնակցությունը դրանով հավաստեք, որովհետև պարզ է, որ իշխանության վարչական ռեսուրսը էականորեն տոկոսային առումով նվազում է, երբ որ ունենում ենք բարձր քաղաքական մասնակցություն։ Այնպես որ ես լիահույս եմ, ինչքան ընտրական մասնակցությունը բարձր է, այնքան ընդդիմությունը շատ ավելի շլացուցիչ արդյունքներ է արձանագրելու։ Բայց ԿՊ-ն օրինակ Դավիթ Խուդաթյանը եւ մյուսները վստահ են, որ մեծամասնություն են կազմելու։ Դե գիտեք ինչ, մեծ հաշվով իշխանության կողմից այդպիսի ինքնավստահական ու անբարտավան խոսքեր մենք բազմիցս ենք լսել 30 տարիների ընթացքում, այդ առումով իշխանության ճամբարում ոչինչ չի փոխվել, բայց բազմաթիվ անգամներ, այսպես ասած, ինչպես կասեին դասարականները, ամեն ինչ թարս է բուսնել։